17-ամյա Աշոտ Հովհաննիսյանի առօրյան քիչ է տարբերվում իր հասակակիցների առօրյայից։ Հիմնական տարբերությունն այն է, որ ամենապարզ թվացող գործողությունները շատ հաճախ իսկական մարտահրավեր են դառնում նրա համար։ Բաներ, որոնք կարող են շատ պարզ թվալ հաշմանդամություն չունեցող մարդկանց, ինձ համար կարող են լինել շատ դժվար մարտահրավերներ, օրինակ հենց մեկը ինչ որտեղ աստիճանը կենտրոնից դուրս քաղաքի, որ կարող եմ գնալ ինչ-որ հանդիպման եւ դա լինի խոչընդոտ, որ շարունակեմ ճանապարհ, օրինակ ինչ-որ աստիճան կամ անհարմարություն եւ այդտեղ հիմնականում խնդրում եմ մարդկանց օգնությունը, այն բաները, որոնք կարող են հաշմանդամություն չունեցող մարդկանց համար թվալ պարզ, ուղղակի ինչ-որ առօրյայի մի մաս, կարող են ինձ համար լինել, ինձ եւ մնացած շատ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լինել մարտահրավեր ու դժվարություն։ Ի ծնե հաշմանդամություն ունեցող Աշոտին ավելի քան 1 տասնամյակ է անհրաժեշտ եղել իր խնդրի հետ համերաշխ ապրելու համար։ Մանկուց շատ դժվար եմ եկել եմ փուլին ինքս ինձ ընդունելու, ես հիմա որ բլոգ եմ անում, շատ մարդկանց թվում է, որ ես տենց ուղղակի մի անգամից ինձ ընդունել եմ այնպեսին, ինչպեսին կամ չեմ ունեցել կոմպլեքսներ եւ այլն, բայց ոչ, ես փոքր տարիքից ունեցել եմ շատ կոմպլեքսներ եւ հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ ոչինչ պետք չի պահանջել մարդկանցից, ուղղակի պետքա փոխել ինքդ քեզ, աշխատել քո վրա եւ հետո մարդիկ քեզ հենց այդպեսին էլ կընկալեն։ Թեև Աշոտը կարողացել է ժամանակի ընթացքում ինքն իր հետ ներդաշնակ ապրել, դպրոցական կյանքից մնացած մի քանի դառը հուշերը մինչ օրս նրա հիշողության մեջ են։ Խտրական դեպքեր եղել են, որ էքսկուրսիայի չեն ինձ ասել, որ գնում են, մտածելով որ օրինակ ես չեմ կարողանա գալ, որտեղ այնտեղ չգիտեմ շատ տարածք պիտի քայլեմ, դա ինձ համար խտրականություն է, որտեղ նախորդ ինձ հետ չեն խորհրդակցել, ասել գիտեք Աշոտ ջան, այսպեսի տեղ ենք ուզում գնալ, ձեզ հարմար կլինի, սա թե ոչ։ Եվ մի քանի խտրական դեպքերի բախվել եմ, նաև տարբեր հայացքների, մեկնաբանությունների բախվել եմ, որոնք ինձ համար շատ դժվար են եղել ու միշտ մտածել եմ, թե ինչի մարդիկ չեն հասկանում, որ քայլվածքով ոչինչ չի որոշվում։ Ամեն ինչ որոշվում է մարդու գիտակցությամբ ու կարող եմ ես ոտքերս դնել թեք, բայց լինել շատ լավ անհատի երկրի համար։ Հենց այս դժվարություններին եւ խտրականությանը բախվելն է պատճառ դարձել, որ Աշոտն այսօր սոցկայքերում բլոգ է վարում։ Անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, տեղաշարժման դժվարություններին ու օր-օրի ավելացող մարտահրավերներին։ Ուզում ենք հասկանալ հարմար է արդյոք այն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մինուս համար առաջին, մուտքի մոտ թե քարտակը բացակայում է, դրան փոխարինում են շատ անհարմար աստիճանները։ Դե արդեն հասկանում եք, որ բացառվում է սայլակով, մարդը կարողանա մուտք գործել նույնիսկ։ Մյուս անհարմարությունը, որին բախվեցի, էլի զուգարան տանող ճանապարհներ։ Ես ոչինչ չեմ ասի, դուք ինքներդ նայեք։ Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող անձիկ չպետք է ունենան կարիքներ։ Սայլակով տեղաշարժվող անձինք Երևանում դժվարությունների են հանդիպում գրեթե ամենուր։ Կան տեղեր, որտեղ ես չեմ կարող ուղղակի մտնել, որովհետև չկան նորմալ մատչելիություն եւ ես չեմ կարողանում օգտվել X սննդի կետից օրինակ, որովհետև այդտեղ կան անհարմար աստիճաններ ու օրինակ մոտակայքում մարդ չկա, որին կարող եմ խնդրել բարձրացնել։ Կամ օրինակ եթե ենթադրենք ես լինեի սայլակով, ընդհանրապես հնարավոր չի աստիճանները բարձրանալ, մանավանդ երբ որ չկա թե քարտակ։ Պետական ծրագիր օրինակ պետք է իմ կարծիքով լիներ, որ ինչ որ բիզնես եթե չունի մատչելի տարածք, ինքը պիտի կամ տուգանվեր, կամ պիտի ուղղակի չլիներ որպես բիզնես։ Եվ մինչ Աշոտը բարձրաձայնում է, թե ինչ գործողություններ պետք է կատարեր իշխանությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքը մատչելի դարձնելու համար, պարզվում է 2023 թվականի ընթացքում Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բնակչության մատչելիության նորմերի խախտումների ընդամենը 2 դեպք է արձանագրել։ Հայաստանում մատչելիության ստանդարտներ կան 2006 թվականից, բայց չունենք որևէ շինություն, որ հանգիստ սրտով կարող ենք ասել, որ դրանք ամբողջովին համապատասխանում են այդ ստանդարտներին։ Ընդհանուր առմամբ մենք խնդիր ունենք այդ ստանդարտներին համապատասխանությունը ստուգելու եւ մատչելիությունը մշտադիտարկելու տեսանկյունից եւ ամենակարևոր հարցերից մեկը հենց մշտադիտարկումն է, վերահսկողությունը այդ ստանդարտների իրականացման նկատմամբ։ Ստանդարտներն ըստ էության, եթե իրականացվեին եւ պահպանվեին ամբողջությամբ, մենք գուցե շատ գոհ եւ երջանիկ լինեինք, թեև դրանք արդեն կարող են հին համարվել, բայց այնուամենայնիվ այդ կարող էինք բավարարված զգալ մեզ հենց այդ հին ստանդարտների իրականացմամբ։ Հայաստանում շենքշինությունների անմատչելիությանը 3 անդրադարձ կատարվեց նաև վարչապետի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանում պատկերն այդքան էլ սփոփիչ չէ։ Մաքսիմալ
հնարավոր է անենք, որ այնտեղ, որտեղ կա այդ հնարավորությունը, մարդկանց ներգրավենք տնտեսական կյանքի մեջ, որովհետև մարդը իրեն լիարժեք զգում է, երբ որ ինքը աշխատելու հնարավորություն ունի, իր պոտենցիալը իրացնելու հնարավորություն ունի, բայց իհարկե ամեն ինչը սկսում է կրթության ոլորտից, եւ մենք այստեղ, չգիտեմ, մեծ հաջողություններ չունենք, բայց մեծ հաջողություններ չունենք նաեւ այն պատճառով, որ երբեմն գուցե հարցերը ճիշտ չենք ձևակերպում եւ հարցերին ճիշտ դիտանկյունից չենք նայում։ Միակ տպավորությունս այն է, որ այն հուսահատությունը, որ վաղուց մեզ մոտ կար, արդեն պատել է նաեւ վարչապետին, թեև ի տարբերություն մեզ մենք ոչ իշխանություն ունենք եւ ոչ լծակներ այդ խնդիրներին լուծելու համար, մինչդեռ իրենք են այն մարմինները, պատասխանատուները, ովքեր կարող են այդ հարցերին լուծել եւ իրենց հուսահատությունը ընդհանրապես տեղին չէ եւ չի արդարացնում իրենց։ Իսկ ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանության եւ նրանց ներգրավվածության բարձրացման համար։ Մարդու իրավունքներին, հիմնարար իրավունքների իրացման այս մասով ունենք շատ լուրջ խնդիրներ եւ այստեղ է որ պիտի մեզ օգնության գան ոչ միայն ոչ թե արտոնությունները, այլ հավասար հնարավորությունները, հատուկ ժամանակավոր միջոցները։ Հավասար հնարավորությունների համար անհրաժեշտ է մատչելի միջավայր, ծառայությունների բավականին լուրջ ծավալ բազմազանություն եւ այլն։ Այս մասով ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ անելիքներ դեռ ունենք եւ ցավոք չեմ կարող ասել, որ լուրջ ձեռքբերումներ ունենք։ Իշխող ուժի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որը նույնպես հաշմանդամություն ունի, կարծում է պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ցանկացած քաղաքացի հավասար պայմաններում լինի։ Եթե մենք օգնում ենք, որ մարդիկ հավասարապես նույն միջավայրում լինեն, նույն գործընթացներում ներգրաված լինեն, հասարակության բոլոր անդամները շահում են դրանից։ Եվ ինչից է գալիս այս անհանդուրժողականությունը, երբեմն անտեսվածությունը, հա, կամ կրթության, այսպես վերաբերմունքի խնդիրները, դա գալիս է փորձի պակասից եւ փորձի բացակայությունից։ Եթե մարդը չունի փորձ հաշմանդամություն ունեցող դասընկեր ունենալու, գործընկեր ունենալու, падգամավոր, նախարար, վարորդներ, խոհարարներ, ուսուցիչներ տեսնելու, նրանց շրջանում ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց օրինակներ, մարդիկ չեն կարող վերաբերմունք ձևավորել։ Շեշտում է, թեև ժամանակի ընթացքում հանրության մոտ կամաց նվազում է հաշմանդամություն ունեցող անձանց տարբերակված մոտեցում ցուցաբերելը կամ այսպես ասած տարօրինակ աչքով նայելը, Հայաստանում նրանք չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները։ Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։